Ես ուզում եմ վերադառնալ մեր թեմային։ Ինչպես ենք մենք աստվածային ինքնիշխանության եւ մարդկային պատասխանատվության թեման համադրում մեր ավետարանչական պարտավորության հետ։ Մենք գիտենք, որ հանդիսանում ենք Քրիստոսի դեսպանները։ Մեզ հանձնված է հաշտեցման ծառայությունը։ Մեզ տրվել է հաշտության խոսքը, հաշտության վերաբերյալ պատգամն այն մասին, որ Աստված մեղավորների համար ճանապարհ է ստեղծել հաշտվելու իր հետ։ Մեզ ստիպում, վերահսկում, մղում եւ ղեկավարում է Քրիստոսի սերը, որ նա ունի բոլոր նրանց հանդեպ, որոնց համար ինքը մահացավ։ Մենք պետք է գնանք ամբողջ աշխարհով մեկ եւ ավետարանը քարոզենք բոլոր արարածներին։ Մենք, ինչպես Պողոսն է ասում 2 Կորինթացիս 5:11-ում, պետք է հորդորենք բոլոր մարդկանց, քանի որ ճանաչում ենք Տիրոջ վախը, աստվածային դատաստանը, հավիտենական դժոխքը եւ այլն։ Այնպես որ մենք գիտենք, որ մեզ վրա դրված է պատասխանատվություն հավատարիմ լինել մեր ավետարանչական գործունեության մեջ։ Սակայն ժամանակ առ ժամանակ մենք պայքարներ ենք ունենում աստվածային ինքնիշխանության հետ կապված եւ թե ինչ կարող ենք մենք անել, եթե ամեն բան արդեն կանխորոշված է Աստծո կողմից եւ իրականացված Սուրբ Հոգու կողմից։ Այս հարցի պարզ պատասխանը հետեւյալն է. Աստված ոչ միայն որոշել է, թե ում է փրկելու, այլ նաեւ որոշել է, որ մեր հավատարիմ ավետարանչության միջոցով է փրկելու իրեններին։ Նրան պիտանի լինելը նպատակ է նրա ինքնիշխան ծրագրի իրականացման համար, լինել գործիք, որ նա կարող է օգտագործել, լինել պատվի անոտ պիտանի Տիրոջ գործածության համար, լինել հնազանդ, որովհետև դա իհարկե բերում է օրհնություն եւ վարձատրություն այս կյանքում, ինչպես նաեւ հավիտենական վարձատրություն, սակայն փորձելով ներդաշնակեցնել Աստծո ինքնիշխանությունն ու մարդու պատասխանատվությունը, որն ինձ թվում է ամենաառաջնային հարցն է, որ առաջանում է Աստվածաշունչ ուսումնասիրող մարդկանց մոտ, որոնք փորձում են ներդաշնակեցնել դրանք։ Իմ պատասխանը դրան տարիների ընթացքում պարզապես հստակեցնելն է, որ Աստվածաշունչը մեզ իրականում չի տալիս այդ հարցի լուծումը, որովհետև դա մի բան է, որ վեր է մեր ընկալումից, դա մի անսահմանափակ իրականություն է, որ կատարելապես ներդաշնակվում է Աստծո մտքում, սակայն մեզ համար այն մնում է որպես դիլեմա։ Մեր պարտականությունն է Աստծուն փառք տալ փրկagorցության համար եւ մեր կյանքը նվիրել հաշտեցման ծառայության մեջ մեղավորներին ապաշխարության կոչ անելու։ Այդ երկու բաներն իրար հետ համատեղելու մի մեծ օրինակ կա Հռոմեացիս 9-րդ, 10-րդ եւ 11-րդ գլուխներում։ Ինձ արժանիորեն ծաղրեցին, որ այս շաբաթ հազիվ մի քանի համար եմ անցել, այնպես որ եկեք տեսնենք, թե արդյոք կկարողանանք այդ 3 գլուխները անցնել 45 րոպեում։ Իմ սիրած բաներից մեկն այն է, որ պարզապես ցույց տամ ձեզ, թե ինչ է ասում Աստվածաշունչը, իսկ Աստվածաշունչն ինքն իրեն ապացուցող բնույթ ունի։ Այն իր մեջ ունի իր լավագույն բացատրությունը եւ պարզ լինելու համար երբեմն պետք է պարզապես խորապես կարդալ այն։ Եվ ես կարդում եմ, որ տեսնենք դա այդ տեքստում։ Մենք բավականաչափ ժամանակ չունենք առանձին համարների եւ բաների մեջ խորանալու, պարզապես այստեղ ցանկանում ենք տեսնել մեծ պատկերը։ 9-11 գլուխներում Պողոս առաքյալն իր սիրտն է բացում ավետարանի կիրառության վերաբերյալ, ավետարանի կիրառության վերաբերյալ մեղավորների համար եւ հատկապես նրանց համար, ովքեր ամենամոտ են իր սրտին, հրեաներին։ Հասկանում է Պողոսը ավետարանը, միանշանակ, մենք տեսանք դա, հասկանում է նա իր պատասխանատվությունը, միանշանակ, մենք դա հասկանում ենք, հասկանում է, որ նա դա Աստծո ինքնիշխան գործն է, նա պարզորոշ դա բացահայտում է մեզ համար, նա հասկանում է, որ մեղավորները պատասխանատու են եւ պետք է ապաշխարեն ու հավատան, նա հասկանում է դա։ Հռոմեացիս 1-8 գլուխները քողազրկում են Պողոսի ավետարանի ընկալումը։ 9-րդ գլխում նա խոսում է դրա կիրառության մասին։ Սա հրաշալի ձև է Պողոսի ավետարանը ուսումնասիրելու մեր շաբաթը ամփոփելու համար։ Մենք դրա մասին կխոսենք նաև Կիրակի առավոտյան, սակայն սա շատ լավ տեղ է ամփոփում անելու համար։ Այստեղ մենք տեսնում ենք Պողոսի անհանգստությունն այս փառավոր հաշտեցնող ինքնիշխան ավետարանի կիրառության վերաբերյալ։ 9-րդ գլուխ առաջին խոսք.
ճշմարիտ եմ ասում Քրիստոսով եւ չեմ ստում, իմ խղճմտանքն էլ ինձ Սուրբ Հոգով վկայում է, այս համարը մեզ պարզապես հուշում է, որ չենք կարող հարցականի տակ դնել Պողոսի դրդապատճառը, մենք չենք կարող հարցականի տակ դնել նրա մղումը, մենք չենք կարող հարցականի տակ դնել նրա առաքինությունը, այս հատվածում երևում է, թե ինչպես է նրա սրտից արյուն կաթում, նա այնքան անհանգիստ է մեղավորների փրկության վերաբերյալ, նա ուզում է, որ բոլորը հասկանան այդ անհանգստությունը, դա ձևական չէ, այդ հարցի վերաբերյալ նրա խղճմտանքը մաքուր է Սուրբ Հոգով եւ ահա թե ինչ է նա ուզում, որ մենք իմանանք, ես մեծ տրտմության մեջ եմ եւ ցավն անպակաս է իմ սրտից, գիտեք, ես ստիպված եմ սա ասել, շատ կան մարդիկ, ովքեր ընդունում են բարեփոխված աստվածաբանությունը, որն իմ կարծիքով չունի Պողոսի զգացածը, որտեղ է վիշտը, որտեղ է անդադար վիշտը, որտեղ է սրտի ցավը, որտեղ է տառապանքը, որտեղ է ցավը կորսված մարդկանց վիճակի համար։ Դուք կարող եք այնքան վստահ ու հարմարավետ զգալ ձեզ ինքնիշխանության վարդապետության վերաբերյալ, որ ամբողջովին մի կողմ թողնեք սրտի այս անհանգստությունը, որքան խորն է Պողոսի անհանգստությունը, երրորդ համար, եւ պիտի ուզեի, որ ինքս նզովված լինեի Քրիստոսից իմ եղբայրների, ըստ մարմնի իմ ազգակիցների համար, չեմ կարծում, թե ես երբևէ նման բան ասել եմ Աստծուն, նզովիր ինձ, եթե դրանով դու կարող ես ինչ-որ մեկին փրկել, ինձ դժոխք կուղարկիր, եթե դրանով ինչ-որ մեկին կարող ես տանել երկինք, սա մի անհանգստություն է, որ գերիշխում էր Պողոսի կյանքում եւ նա իրոք մտածում էր հնարավորության մասին, որ ինքը պատրաստ է նզովված լինելու, եթե այդ ձևով կարող էր փրկության բերել այն մարդկանց, որոնց համար սիրտը ցավում էր։ Կարծում եմ, չէր գտնվի մեկը, որ Պողոս առաքյալից ավելի լավ հասկացած լիներ ավետարանի ինքնիշխանության վարդապետությունը, այնպես չէ, սակայն միևնույն ժամանակ նա այդքան խորը անհանգստություն ուներ կորսվածների համար։ Երրորդ համարում նա մասնավորապես ասում է իմ եղբայրների ըստ մարմնի իմ ազգակիցների համար, որոնք իսրայելացի են, որոնց հետ է առնչվում որդեգրությունը, փառքը, ուխտերը, օրենսդրությունը, Աստծո ծառայությունը, խոստումները, նրանցն են հայրերը Աբրահամը, Իսահակը, Հակոբը եւ նրանցից ըստ մարմնի Քրիստոսը եկավ, Մեսիան, որ բոլորի վրա է հավիտյանը օրհնյալ Աստված։ Ամեն։ Դուք գիտեք, որ Պողոսն այնպիսի մարդ է, որ կտրուկ կարող է մտնել գոհաբանության մեջ, եւ սա գոհաբանություն է, որ բոլորի վրա է հավիտյանս օրհնյալ Աստված, ամեն։ Նա մի մարդ էր, որ վիշտ ու անդադար ցավ էր զգում իր սիրելի ժողովրդի կորսված վիճակի համար։ Նայենք 10-րդ գլխի առաջին համարը, եղբայրներ իմ սրտի փափագն ու աղոթքը առ Աստված Իսրայելի համար այն է, որ նրանք փրկվեն։ Դուք կարող եք Պողոսին հարցնել, եթե արդեն կանխորոշված է, թե ով է փրկվելու, էլ ինչու ես աղոթում, ինչի համար ես աղոթում, իսկ նա քեզ կպատասխանի, իմ անհանգստությունն է ինձ մղում աղոթելու, որովհետև դա ինձ համար կարևոր է, որովհետև այնքան ուժգին եմ զգում այդ ցավը, որովհետև ես այնքան խորն եմ վշտացած, որովհետև գիտեմ, որ աղոթելը իմ պարտականությունն ու կոչումն է։ Պողոսն ինքը Տիմոթեոսին կոչ էր անում աղոթել բոլոր մարդկանց համար, նրանց փրկության վերաբերյալ։ Պողոսը այնքան էր անհանգստանում մեղավորների փրկության համար, որ այդ ջանքի համար իր կյանքում ունեցած ամեն բան տվեց, թե հրապարակային ծառայության միջոցով, թե առանձին բարեխոսելով նրանց համար, եւ նրա աղոթքն ուղղված էր նրանց փրկությանը։ Հիմա նայենք 11-րդ գլուխը, ապա ասում եմ, միթե Աստված մերժեց իր ժողովրդին, երբեք, քավլիցի, մեկ գենոյիթո, հուներեն լեզվի ամենաուժեղ բացասական ձևը, ոչ եւ ոչ, ես ցավում եմ, ասում են նա, իմ ժողովրդի վիճակի համար, ես աղոթում եմ նրանց փրկության համար, եւ ես գիտեմ, որ Աստված նրանց վերջնականապես չի մերժել, սա արդյունավետ ավետարանողի անհրաժեշտ հատկությունն է, մենք պետք է ցավենք կորսվածների վիճակի համար, մենք պետք է այն աստիճան փափագենք նրանց փրկությունը, որ աղոթենք նրանց համար եւ պետք է հավատանք Աստծուն,
որ նա իր մտքում փրկություն ունի նրանցից որոշների համար։ Այդ 3 գլուխներում 9, 10 եւ 11 նա բացատրում է այդ անհանգստությունը, որ մղում էր նրան։ Անհանգստություն մեղավորների փրկության համար։ Նրա անհանգստությունը թե հրեաների համար էր, թե հեթանոսների, քանի որ թեև նա առանձնահատուկ փափագ ուներ հրեաների համար, նա հանդիսանում էր հեթանոսների առաքյալ։ Այդ 3 գլուխները ծավալվելիս կարծում եմ կարող ենք տեսնել 4 բաղկացուցիչ, 4 իրականություն, 4 ճշմարտություն ավետարանչության վերաբերյալ։ Դրանք բոլորն էլ անհրաժեշտ են, սակայն բոլորն էլ պարադոքսալ են։ Նրանք մեղքի հարցը դնում են լարվածության մեջ, ուրեմն եկեք դրանք մեկ առ մեկ նայենք։ 9-րդ գլուխն ընդգծում է աստվածային ինքնիշխանությունը։ Օրինակ, 6-րդ համարն ասում է. ոչ թե որ Աստծո խոսքը անզոր է դարձել, ինչու՞, որովհետև բոլորը չէ, որ Իսրայելից են սերվել, Իսրայել են։ Գիտեք ինչ է սա նշանակում։ Աստված երբեք մտադրություն չի ունեցել, որ բոլոր հրեաները փրկվեն։ Սա է այդ համարի իմաստը։ Բացատրությունը հաստատում է աստվածային ինքնիշխանությունը։ 7-րդ համարն ասում է, որ բոլորը չէ, ովքեր Աբրահամի սերունդ են, որդիներ են, այսինքն Աստծո որդիներ, 7-րդ համար, այլ Իսահակով քո սերունդը պիտի կոչվի, այսինքն նրանք, որ մարմնի որդիներ են, Աստծո որդիներ չեն, այլ խոստման որդիներն են, սերունդ համարվում, որովհետև խոստման խոսքը այս է, այս ժամանակին կգամ և Սառան որդի կունենա, և ոչ միայն այս, այլ երբ Ռեբեկան էլ հղիացավ մեր հայր Իսահակից, դեռ զավակները չծնված և ոչ մի բարի կամ չար գործ չգործած, որպեսզի Աստծո նախասահմանությունը ըստ ընտրության հաստատ մնա, ոչ թե գործերից, այլ նրանից, որ կանչում է, ասվեց նրան, թե մեծը պիտի ծառայի փոքրին, ինչպես գրված է, Հակոբին սիրեցի, իսկ Եսավին ինչ արեցի, ատեցի։ Հասկանում եք, առաջին 5 համարները կարող են ինչ-որ մեկին մղել մտածելու, որ ամեն բան սխալ է ընթացել, որ Աստված սկզբից և հետ մտադրվել էր փրկել բոլոր հրեաներին, սակայն նրա ծրագիրը խափանվեց, բայց Պողոսի պատասխանը հետևյալն է. Իսրայելի անհավատությունը կատարելապես համընկնում է Աստծո ինքնիշխան նպատակի և խոստման հետ։ Աստծո խոստումը չի խափանվել, Աստծո զորությունը չի խափանվել, հենց ամենասկզբից էլ Աստված ընտրություն էր կայացնում, ինչպես դա տեսնում ենք նախքան Եսավի ու Հակոբի ծնվելը։ 14-րդ համարը ենթադրում է քննադատություն, որը անմիջապես պետք է հետևեր։ Հիմա ինչ ասենք, միթե Աստծո մոտ անարդարություն կա, դա կարծես արդար չի թվում, արդար չէ, որ Աստված է ընտրում, դա անարդար է, ուրեմն ինչ ասենք, Աստծո մոտ անարդարություն կա, ոչ, 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 Սաղմոս 119 Աստծուն ասում է, քո արդարությունը հավիտենական արդարություն է, և քո իրավունքը հավիտենական իրավունք։ Սաղմոս 7-ի 9-րդ համարն ասում է, դու արդար Աստված ես, Աստված ինքն է սահմանում, թե ինչ է արդարությունը, և նա դրան պատասխանում է իր ինքնիշխանությամբ։ 15-րդ համար, որովհետև նա Մովսեսին ասում է, պիտի ողորմեմ ում ողորմելու եմ, և պիտի գթամ ում գթալու եմ։ Ուրեմն այն ոչ մեկի կամեցողությունից է, ոչ էլ նրա թափած ճիքից, այլ Աստծուց, որ ողորմություն է ցույց տալիս, որովհետև գրքում փարավոնին ասում է, թե հենց այս նպատակի համար բարձրացրի քեզ, որ քեզնով ցույց տամ իմ զորությունը, որ իմ անունը հռչակվի ամբողջ երկրով մեկ, այսինքն ում որ կամենա ողորմում է, և ում կամենա խստացնում է։ Օ, շատ հստակ է, որ Աստված է ընտրություն կատարում։ Դուք կարող եք ասել, բայց դա արդար է։ Արդար կլիներ բոլորին ուղարկել։ Ուր? Դժոխք։ Դուք արդարություն եք ուզում։ Չեմ կարծում։ Աստծո ինքնիշխանության վերաբերյալ Պողոսի ընկալման մեջ երկիմաստություն չկա։
Բացարձակ 19-րդ համարում նա վեր է բարձրացնում մեկ այլ հնարավոր քննադատություն։ Հիմա ինձ կասես, էլ ինչու է մեղադրում, որովհետև ով է կարողացել նրա կամքին հակառակվել։ Ինչպես կարող ես դու, եթե ամեն բան կանխորոշված է Աստծո կողմից, մեղադրել ինձ, եթե չեմ հավատում։ Ինչպես դու կարող ես նման բան անել։ Եվ այստեղ գալիս է պատասխանը 20-րդ համար, բայց դու ով ես, ով մարդ, որ Աստծո դեմ պատասխան ես տալիս։ Միթե ստեղծվածն իր ստեղծողին կարող է ասել, թե ինչու ինձ այսպես ստեղծեցիր։ Միթե բրուտը իշխանություն չունի կավի վրա, որ նույն զանգվածից մեկին պատվի անոթ պատրաստի, մյուսին անարգության։ Միթե բրուտը չի կարող անել այն, ինչ ցանկանում է։ Միթե Աստված բացարձակ ինքնիշխան չէ։ Ով ես դու, որ նրան հարցապնդես։ Իրականում 22-րդ համարն ասում է. իսկ ինչ կլինի, նա կարծես ասելիս լինի, քո ինչ գործ, եթե Աստված կամենալով իր բարկությունը ցույց տալ եւ իր զորությունը հայտնել, մեծ համբերատարությամբ հանդուրժում է կորսյան արժանի բարկության անոթներին, որ կարողանա հայտնել իր փառքի մեծությունը ողորմության անոթների հանդեպ, որոնց նախապես պատրաստեց փառքի համար։ Դու իրավունք չունես Աստծուն ասել, թե ինչ կարող է նա անել եւ ինչ ոչ, իսկ եթե Աստված կամենա ցուցադրել իր բարկությունը, միթե նա իրավունք չունի ի ցույց դնել իր զայրույթը, միթե նա իրավունք չունի ի հայտ բերել իր սուրբ արդարադատությունը։ Այստեղ բայի հետաքրքիր գործածություն կա։ Աստված մեծ համբերատարությամբ հանդուրժում է կորսյան արժանի բարկության անոթներին։ Այստեղ բայը պասիվ վիճակում է, կրավորական վիճակում։ Աստված հանդուրժում է կորսյան համար պատրաստվածներին։ Այստեղ պատճառն Աստված չէ։ Գործող անձը ենթական, հստակ չէ, սակայն պարզ է, որ դա մարդու մեջ ապրող մեղքն է, որ նրանց արժանի է դարձրել կորսյան։ 23 եւ 24-րդ համարներում գործող անձը հստակ է։ Աստված ինքն է անում այդ բոլորը։ Աստված ինքն է նախապես փառք պատրաստել նրանց համար, որոնց նա կանչել է հրեաներից ու հեթանոսներից։ Այսպիսով մենք այստեղ ունենք ուժեղ, շատ ուժեղ պնդում այն մասին, որ փրկագործությունն Աստծո գործն է, որ հիմնվում է նրա աստվածային ինքնիշխանության եւ հավիտենական ու անփոփոխ ընտրության վրա։ Հիմա Պողոսը դա ուզում է հաստատել հին կտակարանից եւ 25-րդ համարում նա մեջբերում է անում Օվսեից եւ Եսայիից։ Ինչպես Օվսե մարգարեի միջոցով ասվում է. ես իմ ժողովուրդը պիտի կոչեմ նրանց, որ իմ ժողովուրդը չէին, եւ սիրելի նրան, որ սիրելի չէր, եւ պիտի լինի, որ այնտեղ, որտեղ նրանց ասվեց դուք իմ ժողովուրդը չեք, այնտեղ նրանք կենդանի Աստծո որդիներ պիտի կոչվեն։ Հիմա 27-րդ համարը. Եսային էլ աղաղակում է Իսրայելի համար, եթե անգամ Իսրայելի որդիների թիվը ծովի ավազի նման շատ լինի, միայն մի մնացորդ պիտի փրկվի, որովհետև նա պիտի կատարի գործը եւ արդարությամբ պիտի արագացնի այն, քանի որ Տերը մի կարճ գործ է անելու երկրի վրա։ Եվ ինչպես Եսային նախապես ասաց, եթե Սաբովով Տերը մեզ սերունդ չթողներ, մենք Սոդոմի պես կլինեինք եւ Գոմորին կնմանվեինք։ Սա մեջբերում է անում հին կտակարանից, Օվսեից եւ Եսայիից, որոնք տեսնում էին Իսրայելի անհավատությունը ապագայում, ինչպես նաեւ մնացորդի փրկությունը, մնացորդի փրկությունը։ 27-րդ համարը բանալի է մեզ համար։ Եթե անգամ Իսրայելի որդիների թիվը ծովի ավազի նման շատ լինի, միայն մի մնացորդ պիտի փրկվի։ Աստված փրկում է մնացորդին, որ Եսայի 6-րդ գլխի վերհուշն է, որտեղ Եսային տեսիլք է տեսնում եւ Աստված ասում է. ով կգնա մեզ համար, եւ Եսային ասում է. ահա ես Տեր, ինձ ուղարկիր։
Նա մաքրվել էր կրակի կայծով, որ կպել էր նրա շուրթերին, եւ հիմա Աստծո կողմից ուղարկված լինելով պատրաստ էր գնալ Հուդայի ժողովրդի մոտ եւ զգուշացնել բաբելոնյան գալիք դատաստանի մասին։ Աստծո բարգությունը շուտով թափվելու էր, եւ Աստված ասում է. ով կգնա եւ կասի նրանց այդ մասին։ Եսային ասում է. ահա ես, դու կարող ես ինձ ուղարկել։ Եվ Աստված նրան ասում է. նրանց լսելիքները բթանալու են եւ նրանք չեն լսելու, նրանց աչքերը կուրանալու են եւ նրանք չեն տեսնելու, նրանք դարձի չեն գա, նրանք չեն ապաշխարի։ Այդ ժամանակ Եսային մի հարց է տալիս, որ ես էլ կտայի, որքան ժամանակ ես պետք է դա անեմ։ Նկատի ունեմ, ինչ կզգայիք դուք ձեր նշանակման պահին, եթե ձեզ ասեին, դու հիմա կարող ես գնալ, բայց եւ այնպես ոչ ոք քո ասածներից ոչ մի բան չի լսելու։ Իսկ որքան ժամանակ պետք է դա անեմ։ Եվ Տերը 6-րդ գլխում Եսային ասում է. մինչև որ ոչ ոք չմնա, մինչև որ ողջ ժողովուրդը վերանա, եւ նա փակում է այդ գլուխը ասելով. կմնա 1/10 մասը, կմնա ծառի բունը, կմնա սուրբ սերունդը, որն էլ հենց մնացորդի վարդապետությունն է։ Այն միշտ այդպես է եղել, նույնիսկ ապագայում վաղճանաբանական օրը, երբ Իսրայելը հավատա եւ դարձի գա Քրիստոսին, դա կվերաբերի հրեա բնակչության միայն 1/3 մասին, 2/3 կմերժի հին կտակարանի մարգարեներին, այսպես ասենք, կապ ստամբի, նրանք կոչնչանան, իսկ 1/3 կփրկվի, նրանք կնայեն նրան, որին խոցեցին, նրանք կփրկվեն, նրանց համար բացված աղբյուր կլինի, եւ նրանք կընդունեն թագավորությունը, որ խոստացվել էր հին կտակարանում, նրա ասածը հնարավոր չէ սխալ հասկանալ։ Իսրայելի մարդկային պատասխանատվությունը չկա այդ հարցում, իհարկե նրանք մեղավոր են, նայենք 30-րդ համարը, ուստի ինչ ասենք, թե հեթանոսները, որոնք արդարության հետևից չէին գնում, արդարության հասան այն արդարության, որ հավատից է, բայց Իսրայելը, որ արդարության օրենքի հետևից էր գնում, արդարության օրենքին չհասավ։ Գուցե ավելի լավ կլիներ հեթանոս լինել։ Այստեղ մենք տեսնում ենք հրեաներին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում հետևելու արդարությանը, որ օրենքից է, եւ նրանք չեն հասկանում, իսկ հեթանոսները, որոնք հետևում էին արդարությանը հավատով, ստացան այն արդարությունը, որ հրեաները չկարողացան ձեռք բերել հետևելով դրան օրենքի միջոցով։ Պատճառն այն է, որ նրանք հավատով չէին փնտրում արդարությունը, կարծելով, որ այն ձեռք էր բերվում գործերով։ Նրանք սայթակեցին գայթակղության քարի վրա, որ Քրիստոսն է։ Ճիշտ ինչպես դարձյալ մեջ բերում է Եսայից 33-րդ համարը. ես Սիոնի մեջ գայթակղության քար եւ անկման վեմ եմ դնում, եւ ով նրան հավատա, պիտի չամաչի։ Այս միտքը շատ հստակ է։ Հեթանոսները արդարությունը ձեռք բերեցին հավատով, հրեաները արդարությունը ձեռք չբերեցին, որովհետև գործերով էին փնտրում այն։ Նրանք փորձում էին դա ձեռք բերել գործերով։ Այսպիսով, մի կողմից դա Աստծո ինքնիշխան որոշումն է, թե ով կփրկվի, մյուս կողմից մարդիկ դատապարտվում են, որովհետև փրկությունը փնտրում են սխալ ձևով։ Հասկանալի է դառնում, Իսրայելը ձեռք չբերեց արդարությունը, որ գալիս է հավատից, որովհետև այն հնարավոր է ձեռք բերել միայն հավատով, ոչ թե օրենքով, եւ դա հասանելի դարձավ Քրիստոսի միջոցով, եւ նրանք սայթակեցին Քրիստոս վեմի վրա, ճիշտ է։ Ավետարանը ըստ առաջին Կորինթացիս, մենք դա կնանք կիրակի առավոտյան, հեթանոսների համար հիմարություն էր, իսկ հրեաների համար գայթակղության քար։ Հովհաննես 8:24-ում Հիսուսն ասում է. եթե հավատաք, որ ես եմ, ամեն բան կփոխվի։ Եթե չհավատաք, ասաց նա, որ ես եմ, ձեր մեղքերի մեջ կմեռնեք։ Եվ հեթանոսները, եւ հրեաները պետք է հավատան։ Փրկությունը միշտ եղել է հավատով, այն միշտ հավատով է եղել։ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատով։ Հրեաները մերժում էին դա անել։ Նրանք գայթակղվում էին Քրիստոսից, հետևաբար նրանք կորսվում են։ Արդյոք դա նշանակում է, որ Աստծո ծրագիրը խափանվել է։
Ոչ, Աստծո մտադրությունը երբեք չի եղել այն, որ ամբողջ Իսրայելը լինի ճշմարիտ Իսրայել, այլ միայն մնացորդը։ Եվ եթե Աստված որոշել է իր շնորհը ցույց տալ մնացորդի վրա, նա իրավունք ունի դա անելու։ Իսկ եթե նա որոշի իր դատաստանն ու զայրույթը ցույց տալ, իր սրբությունը ցույց տալ դատապարտվող մեղավորների վրա, նա իրավունք ունի դա անելու։ Ահա այստեղ է Աստծո ինքնիշխանությունը երևում։ Գալով 10-րդ գլխին մենք հանդիպում ենք դրամատիկ մի փոփոխության։ Փոփոխությունը դրամատիկ է, քանի որ հիմա մենք գործ ունենք մարդու պատասխանատվության հետ։ Մենք դրա վերաբերյալ հուշում ենք ստանում 10-րդ գլխի սկզբում. Եղբայրներ, իմ սրտի փափագն ու աղոթքը առ Աստված Իսրայելի համար այն է, որ նրանք փրկվեն։ Այդ փափագը նշանակում է աղաչանք, խորը աղերսանք։ Նա անտարբերության մեջ չի ընկել 9-րդ գլխի ինքնիշխանության վարդապետության պատճառով։ Նա հենց նոր է վերջացրել 9-րդ գլուխը, սակայն ընտրության եւ նախասահմանության վարդապետության պատճառով անհոգության մեջ չի ընկել, որովհետեւ հասկանում է մարդու պատասխանատվությունը, զուգահեռ ճշմարտությունը, դա սքանչելի ձևով բացահայտվում է 10-րդ գլխում։ Նկատի ունեմ, որ իրոք ցնցող է այն, որ դրանք երկուսը դրվում են կողք կողքի, սակայն դրանք իրար չեն հակասում, դրանք զուգահեռ են։ Ինչու՞մն է խնդիրը։ Հարցն ինչու՞մ է։ Ես ուզում եմ, որ նրանք փրկվեն, ասում է նա առաջին համարում։ Ես ուզում եմ, որ նրանք փրկվեն։ Սիրտս այնքան է ցավում նրանց փրկության համար, որ գրեթե պատրաստ եմ ինքս նզովվելու, եթե նրանք դրանով կփրկվեն։ Ուրեմն ինչու՞մն է խնդիրը։ Երկրորդ համարում նա բացատրում է դա։ Նա չի ասում, գիտեք, նրանք ընտրյալ չեն։ Նա ասում է, նրանք նախանձախնդիր են Աստծո հանդեպ, բայց առանց ինչի գիտության։ Առաջին խնդիրը նրանց գիտության պակասն է։ Նրանք գիտության պակաս ունեին։ Ինչի վերաբերյալ, երրորդ համար, որովհետև Աստծո արդարությունը չհասկանալով, առաջին բանը, եւ սա շատ կարևոր է, նրանք Աստծո մասին բավականաչափ հասկացողություն չունեն, եւ հատկապես նրա արդարության, սրբության եւ բացարձակ կատարելության մասին։ Նրանք կարծում էին, լսեք սա, որ Աստված ավելի պակաս արդար է, քան նա իրականում կա։ Ինչպես ենք մենք դա իմանում, որովհետև իրենց արդարությունը հաստատել ուզենալով, դա մի տեսակ այն տպավորությունն է թողում, որ նրանք մտածում են, որ Աստված պակաս արդար է, քան իրականում է, եւ հետեւաբար կարող են Աստծո պահանջածի չափ արդար լինել։ Հասկանում եք։ Նրանք մտածում են, որ իրենք կարող են բավականաչափ արդարություն ձեռք բերել, որպեսզի բավարարեն Աստծո արդար պահանջները։ Դրանով իսկ նրանք չունեն Աստծո արդարության վերաբերյալ բավականաչափ հասկացողություն եւ բացարձակապես անբավարար հասկացողություն սեփական մեղավորության վերաբերյալ։ Նրանք կարծում են, որ Աստված ավելի պակաս արդար է, քան նա իրականում է, իսկ իրենք ավելի արդար են, քան իրականում են, եւ հետեւաբար մտածում են, որ կարող են հաստատել իրենց սեփական արդարությունն Աստծո առաջ, փոխարենը խոնարհվելու Աստծո կատարյալ արդարության առաջ եւ ողորմության համար աղաղակելու։ Նրանք չունեին Աստծո մասին գիտություն, նրանք չունեին մեղքի մասին գիտություն, նրանք չունեին Քրիստոսի մասին գիտություն։ Չորրորդ համար, նրանք չեն հասկանում, որ Քրիստոսն օրենքի վախճանն է։ Քրիստոսը միակն է, որ կատարեց օրենքը, որպեսզի արդարացնի բոլոր հավատացողներին։ Այլ կերպ ասած, մենք նորից վերադառնում ենք Քրիստոսի ակտիվ արդարությանը, Հիսուս Քրիստոսի բնավորությանը։ Նրանք չեն հասկանում, որ միակ անձնավորությունը, որ կարող էր եւ կատարելապես կատարեց օրենքի պահանջները, Տեր Հիսուս Քրիստոսն է, եւ հենց նրա կատարյալ արդարությունն է, որ Աստված վերագրում է ամեն իրեն հավատացողին։ Նրանք սա չեն հասկանում։ Նրանք չեն հասկանում Աստծո բնույթը, նրանք չեն հասկանում իրենց իսկ մեղավորության բնույթը, նրանք չեն հասկանում Աստծո արդարությունը, որ գալիս է Քրիստոսով։ Նրանք չեն նաեւ հասկանում, որ փրկությունը հավատով է, 4-րդ համարի վերջին մասը, ամեն մեկի արդարությունը
արդարության համար, որ հավատում է։ Իսկ հետո գալիս է 5-րդ համարը, որովհետև Մովսեսը գրում է այն արդարության մասին, որ օրենքից է, թե դրանք կատարողը դրանցով պիտի ապրի։ Պարզ է, դու ուզում ես օրենքով մոտենալ Աստծուն, ուրեմն պարտավոր կլինես կատարելապես պահել օրենքը եւ անխուսափելիորեն կընկնես անեծքի տակ, բայց 6-րդ համարն ասում է, որ արդարությունը հիմնված է հավատի վրա, եւ Պողոս առաքյալը հենց դա է ուզում փոխանցել։ Չասես քո սրտում, թե ով կբարձրանա երկինք, այն է Քրիստոսին իջեցնելու, կամ ով է իջնելու անդունդ, այն է Քրիստոսին մեռելներից վեր հանելու։ Դու ինչ ես քեզ կարծում։ Դու կարծում ես կարող ես Քրիստոսին իջեցնել երկնքից։ Դու կարծում ես կարող ես Քրիստոսին հանել գերեզմանից, փրկել նրան կամ օգնել քո ինքնաստեղծ արդարությամբ։ Դու չես կարող դա անել։ Դու չես կարող գնալ երկինք եւ Քրիստոսին ցած իջեցնել։ Դու չես կարող գնալ մեռելների մեջ, կարծես նա այնտեղ լիներ եւ նրան դուրս բերես այնտեղից։ Սա ինքնարդարացման մոտեցումն է։ Այս տեսակետի զուտ ապականվածությունը կայանում է նրանում, որ մեղավորը մտածում է, որ Աստված ավելի պակաս արդար է, քան նա իրականում է, մտածելով, որ ինքը ավելի արդար է, քան նա եւ հետեւաբար հավատում է, որ իր համար հնարավոր է Աստծուն բերել իր աշխարհ, որպեսզի Աստված կարողանա նրան արդարություն տալ։ Սա անհնարին ոդիսական է, սա հոգևոր դոնկիխոտություն է, անիրականանելի երազանք։ Իսկ ինչ ենք մենք քարոզում, 8-րդ համարում նա ասում է. մոտիկ է քեզ խոսքը, քո բերանում եւ սրտի մեջ, այսինքն հավատի խոսքը, որ մենք քարոզում ենք, այսպիսով սա նոր պատգամ չէ, դա վերցված է 2-րդ Օրինաց 30-րդ գլխից, հավատի խոսքը, որ մենք քարոզում ենք, ահա թե ինչ ենք մենք քարոզում։ Եթե քո բերանով Տեր Հիսուսին դավանես եւ քո սրտում հավատաս, թե Աստված նրան հարություն տվեց մեռելներից, պիտի փրկվես։ Այստեղ սակայն ոչ մի ինքնիշխանություն չի երևում։ Սա կոչ է մեղավորին բերանով դավանելու Հիսուսին որպես Տեր եւ սրտով հավատալու, որ Աստված նրան մեռելներից հարություն է տվել։ Այսպիսով փրկության հարցում աստվածային ինքնիշխանության վարդապետության վերաբերյալ Սուրբ գրքում գտնվող Եզակի ամենաուժեղ պնդումն անելուց հետո մենք անցնում ենք 10-րդ գլխին, որտեղ առաքյալն ասում է, որ այն մեղավորը, որ Հիսուսին Տեր է դավանում եւ սրտով հավատում, որ Աստված նրան մեռելներից հարություն է տվել, որը Քրիստոսի կյանքի ու գործի կատարելության վերաբերյալ աստվածային հաստատումն է, կփրկվի, որովհետեւ սրտով հավատում ենք 10-րդ համար արդարանալու, իսկ բերանով դավանում փրկվելու համար։ Դու արդարության կարիք ունես, դու չես կարող դրան հասնել, դու չես կարող այն իջեցնել երկնքից կամ հանել անդունդից, դա Աստծո պարգևն է հավատացողին, եւ նա ավելի է առաջ անցնում, նայեք 11-րդ համարը, ով հավատա նրան չի ամաչելու, ով հավատա չի հիասթափվելու, որը նախորդ գլխի 33-րդ համարի արձագանքն է, ով Տիրոջ անունը կանչի կփրկվի։ Սա մի բան է, որին ցանկացած ավետարանիչ պիտի հավատա, ճիշտ է, ցանկացած քրիստոնյա պետք է հավատա։ Մենք չենք կարող բռնվել չափից ավելի շեշտադրում անելով Աստծո ինքնիշխանության ընկալման վրա, դրանով իսկ մի տեսակ անտարբերություն զարգացնելով կորսվածների հանդեպ։ Մենք այստեղ տեսնում ենք մի մարդու, որի սիրտը արյունակամ է լինում, ցավում է, արտասվում եւ շարունակ տանջվում ու տառապում կորսվածների վիճակի համար։ Նա ոչ ոքի չի նայում մակերեսային ձևով։ Մենք երեք տեսանք, որ նա ոչ մեկի չէր նայում ըստ արտաքինի, նա նրանց տեսնում էր նրանց կորսված վիճակում, նրա սիրտը ցավում էր նրանց համար, նա զգում էր Քրիստոսի սերը, նա գիտի, որ Քրիստոսը մահացել է բոլոր իրեն հավատացողների համար, նա ուզում է այդ պատգամը փոխանցել նրանց, նա կաթողին սիրով լցված սրտով ավետարանիչ է եւ այստեղ գալիս է ով որ Տիրոջ անունը կանչի կփրկվի, եւ այստեղ գալիս է Սուրբ գրքի մի շատ կարևոր հատված, որ սկսում է 14-րդ համարից, այն մեզ տանում է 3-րդ կետին, որ ես ուզում եմ, որ դուք այս առավոտ տեսնեք։ Առաջինը Պողոսը խոսում է աստվածային ինքնիշխանության մասին, այնուհետև նա խոսում է հավատալու վերաբերյալ մարդկային պատասխանատվության մասին, իսկ այստեղ նա խոսում է ավետարանի պարտականության մասին, ավետարանի պարտականություն, նայեք 14-րդ համարը, իսկ ինչպես կանչեն նրան, ում չեն հավատում, եւ ինչպես հավատան նրան, ում մասին չեն լսել, ինչպես պիտի լսեն առանց քարոզչի,
Օ, ինչպես նրանք կարող են լսել առանց քարոզչի, եւ ինչպես քարոզեն, եթե չուղարկվեն, ըստ գրվածի, որ Եսայի մարգարեությունից է, որքան գեղեցիկ են նրանց ոտքերը, որոնք քարոզում են խաղաղության ավետարանը եւ բարի բաների ավետիքը բերում։ Նույնը դուք չեք զգում նրանց հանդեպ, ովքեր ձեզ փոխանցել են ավետարանը։ Մենք չենք կարող դա մեզ վերագրել, բայց եւ այնպես այն մարդու սիրտը, ում վկայել են լցված է ուրախությամբ, սիրով այն մարդու հանդեպ, որ ավետարանեց իրեն, բայց բոլորը չէ որ լսում են բարի լուրը, ասում է 16-րդ համարը, ոչ բոլորը։ Ինչու՞մն էր այդ խնդիրը։ Որոշ սկեպտիկներ Եսայի նման ասում են. Տեր, ով հավատաց մեր տված լուրին, սակայն 17-րդ համարը ամբողջացնում է այդ ամենը։ Ինչու նրանք չհավատացին։ Նկատի ունեմ, ինչու նրանք չընդունեցին փրկությունը, որովհետև հավատալը գալիս է լսելուց, իսկ լսելը Քրիստոսի խոսքից։ Մենք չենք խոսում պարզապես ականջով լսելու մասին, մենք խոսում ենք սրտով լսելու մասին։ Խնդիրը նրանում էր, որ նրանք խորապես չէին լսում, նրանք խորապես չէին լսում։ Հավատալը գալիս է լսելուց, լսելը Քրիստոսի խոսքից, այսպիսով մեզ համար պարզ է դառնում ավետարանի պարտավորությունը։ Այո, մենք հասկանում ենք աստվածային ինքնիշխանությունը, այո, մենք հասկանում ենք մարդկային պատասխանատվությունը, ինչպես մենք այն տեսանք զետեղված 10-րդ գլխի բացման մասում, եւ մենք նաեւ հասկանում ենք ավետարանի պարտավորությունը, որ մարդիկ չեն կարող կանչել մեկի անունը, որին չեն հավատում։ Նրանք չեն կարող հավատալ մեկին, որին չեն ճանաչում։ Նրանք չեն կարող ճանաչել առանց քարոզչի։ Նրանք չեն կարող քարոզել առանց ուղարկվելու, որովհետև հավատը գալիս է Քրիստոսի վերաբերյալ ճշմարտությունը լսելուց։ Հավատը գալիս է Քրիստոսի մասին ճշմարտությունը լսելուց։ Բայց ես ասում եմ 18-րդ համար, միթե նրանք չլսեցին։ Այո, ճշմարտապես նրանց ձայնը տարածվեց ամբողջ երկրով մեկ եւ նրանց խոսքերը մինչեւ աշխարհի ծայրերը։ Բայց ես ասում եմ, միթե Իսրայելը չիմացավ։ Նախ Մովսեսն ասաց. ես գրգռելու եմ ձեր նախանձը նրանց միջոցով, որ ժողովուրդ չեն, եւ մի անմիտ ազգով ձեզ պիտի բարկացնեմ, բայց Եսային ավելի համարձակ է ասում. ես գտնվեցի նրանց կողմից, ովքեր ինձ չէին փնտրում, եւ հայտնվեցի նրանց, ովքեր իմ մասին չէին հարցնում, բայց Իսրայելին ասում է. ամբողջ օրն իմ ձեռքերը մեկնեցի դեպի մի անհնազանդ հակառակվող ժողովուրդ։ Ինչի մասին է այս ամբողջը։ Այդ բոլորն այն փաստի մասին է, որ Պողոսն ասում է. դուք բոլոր հրեաներդ մերժում եք լսել, դուք մերժում եք Քրիստոսի պատգամը, այն պատգամը, որ ամբողջ աշխարհում տարածվեց, իսկ հեթանոսները լսում են եւ հավատում։ Դուք առաջինը լսեցիք, բայց մերժեցիք։ Այսպիսով Պողոսը մեր առջև ավետարանչական պարտավորություն է դնում։ Այդ պարտավորությունը գտնվում է աստվածային ինքնիշխանության եւ մարդկային պատասխանատվության վերաբերյալ այդ մեծ ճշմարտությունների ուղիղ մեջտեղում, գալով 11-րդ գլխին, շատ կարճ, ընդամենը 1-2 մեկնաբանություն անենք։ Մենք նորից ենք վերադառնում աստվածային նախախնամությանը։ Ես չեմ կարող անցնել ամբողջ գլխով մեկ, մենք դրա համար ժամանակ չունենք, ընդամենը ընդհանրական հայացք կգցենք դրա վրա։ Սկսենք առաջին համարից, ապա ասում եմ, միթե Աստված մերժեց իր ժողովրդին։ Երբեք, եւ այստեղ վերադառնում ենք աստվածային ինքնիշխանությանը, որովհետեւ ես էլ իսրայելացի եմ, ապացույցը, որ Աստված իր ժողովրդին չի մերժել, այն է, որ եկեղեցու ժամանակաշրջանում անհատ հրեաներ ամեն դեպքում փրկվում էին։ Ես Աբրահամի սերնդից, Բենյամինի ցեղից եմ, Աստված չմերժեց իր ժողովրդին, որին նախապես ճանաչեց, կամ թե չգիտեք, թե գիրքն ինչ է ասում Եղիայի մասին, թե ինչպես է նա Աստծու առջև գանգատվում, Իսրայելի մասին ասելով. Տեր, քո մարգարեներին կոտորեցին, քո զոհասեղանները կործանեցին, միայն ես եմ մնացել եւ իմ կյանքն են հետապնդում, բայց ինչ է ասում նրան Աստծո պատասխանը. ինձ համար 7000 մարդ եմ թողել, որոնք Բահաղի առջև ծնկի չեկան։ Ճիշտ այդպես էլ ներկա ժամանակում մի մնացորդ կա, համաձայն շնորհի ընտրության։ Այսպիսով պատասխանը հետևյալն է. վերջնական արդյունքում մենք տեսնում ենք Իսրայելի անհավատությունը, սակայն դա պատմության ավարտը չէ։ Կարծում եմ 4-րդ կետը, որ մենք այստեղ կարող ենք մտցնել, աստվածային խոստումն է։ Աստվածային խոստումը Իսրայելի համար ապագա փրկություն կա։
Եվ դա 11-րդ գլխի խոստումն է, դա հնարավոր չէ սխալ հասկանալ, այն երկիմաստ չէ, դու իրականում չես կարող այդ հարցում սխալվել, որովհետև 5-րդ համարն ասում է, մի մնացորդ կա համաձայն շնորհի ընտրության, նա պետք է պատասխանի հետևյալ հարցին, իսկ Իսրայելը, դու հենց նոր ավարտեցիր 10-րդ գլուխ ասելով, որ հրեաները մերժեցին, իսկ հեթանոսները, որոնք ավելի ուշ լսեցին ավետարանի խոսքը, հավատացին, այսպիսով եկեղեցին շարունակում է աճել ու ծաղկել, իսկ հրեաները շարունակում են թշնամաբար մերժել, իսկ Իսրայելը, արդյոք դա Իսրայելի վերջն է, դա վերջն է, դե գիտեք կգտնվեն մարդիկ, ովքեր կասեն, որ եկեղեցին Աստծո Իսրայելն է, եւ Իսրայելի համար ոչ մի ապագա չկա, մի փոքր դժվար է բացատրել, թե ինչ է այսօր տեղի ունենում Իսրայել երկրում, եթե Աստված չի պատրաստվում նրանց հետ կապված ապագայում ինչ-որ բան անել, ապա էլ ինչ են անում նրանք աշխարհում ընդհանրապես, դուք երբևէ հանդիպել եք քետացու, հեբուսացու, ամորհացու, խևացու, ես ոչ, նրանք խառնկվել, միաձուլվել են մյուս ազգերի հետ 1000 տարի առաջ, իսկ հրեաները ճիշտ այնքան մաքուր են, որքան Աստվածաշնչի ժամանակներում, նույնիսկ հին կտակարանի, ինչ է Աստված անում, կգա այդպիսի ժամանակ, հիմա կա մնացորդ, մեր եկեղեցում իմիջիալոց շատ հրեաներ կան, մնացորդը կամ այդ մնացորդի մի մասը, որի համար մենք շատ երախտապարտ ենք, սակայն ապագայում կգա մի օր, երբ փրկությունը Իսրայելին կվերադառնա որպես ժողովուրդ, հիմա անցնենք 11-րդ համարին, ուրեմն ասում եմ, միթե սայթաքեցին, որ կործանվեն, քավլիցի, այլ նրանց անկումով հեթանոսներին փրկություն եկավ, այսպիսով Իսրայելի մերժման հետևանքով Աստված գնում է հեթանոսների մոտ, այնուհետև նա շարունակում է բացատրել, որ հեթանոսների փրկությունը նպատակ ունի հրեաների նախանձը գրգռել, որպեսզի նրանք այդ նախանձի պատճառով հետ գան ընդունեն այն խոստումները, որ սկզբում տրվեցին իրենց, հիմա 15-րդ համարը, քանզի եթե նրանց մերժվելը հաշտություն է աշխարհին, ապա ինչ է լինելու ընդունվելը, եթե ոչ կենդանություն մեռելներից, հասկանում եք, եթե նրանց մերժումը, եթե Քրիստոսի նրանց մերժելը պատճառ հանդիսացավ, որ ավետարանը հասնի հեթանոս ազգերին, եթե նրանց մերժելու արդյունքում այդքան հզոր ավետարանչություն տեղի ունեցավ, ինչ կլինի ուրեմն նրանց ընդունելը, ես ձեզ կասեմ, թե ինչ կլինի, կարդացեք հայտնության գիրքը, առաջինը նրանցից 144,000-ը 12,000-ական հոգի 12 ցեղերից կդառնան ավետարանիչներ, նրանք կգնան աշխարհ եւ ամենուր ավետարան կքարոզեն եւ այնքան շատ մարդիկ կփրկվեն, որ կդառնա մարդկության պատմության մեծագույն արթնության ժամանակահատվածը, դրանից հետո Տերը կվերադառնա հաստատելու նրանց խոստացած իր արքայությունը, մենք հիմա ժամանակավոր դադար ենք տեսնում, պարզ է 17-րդ համարը, եւ եթե ճյուղերից ոմանք կոտրվեցին, եւ դու, որ վայրի ձիթենի էր, նրանց տեղում պատվաստվեցիր, հաղորդակցվեցիր նրանց արմատին, ձիթենու պարարտությանը, մի պարծեցիր ճյուղերի դեմ, իսկ եթե պարծենաս, դու չես արմատը պահում, այլ արմատը քեզ, 19-րդ համարն ասում է, այդ ժամանակ կարող ես ասել, ճյուղերը կոտրվեցին, որպեսզի ես պատվաստվեմ, լավ, քանի որ նրանք անհավատության պատճառով կտրվեցին եւ դու հավատով պատվաստվեցիր, մի հպարտանա, այլ վախեցիր, որովհետեւ եթե Աստված բնական ճյուղերը չխնայեց, գուցե քեզ էլ չխնայի, գիտեք, եկեղեցին կարող է տխուր վախճան ունենալ, մենք տեսնում ենք կեղծ եկեղեցի, որին գուցե այստեղ խաղում է արվում, այնպես դու էլ կկտրվես, ասում են նա 22-րդ համարում, բայց կգա օրը, երբ Իսրայելը կփրկվի, 25-րդ համարն ասում է, քանի որ չեմ ուզում եղբայրներ, որ անգետ լինեք այս խորհրդին, որպեսզի դուք ձեզ իմաստուն չհամարեք, որ Իսրայելին մասամբ կուրություն եղավ, դա մասնակի է, որովհետև փրկված մնացորդ կա, մինչև հեթանոսների ամբողջությունը ներս գա, սա նշանակում է, երբ եկեղեցին ամբողջական լինի, եւ ապա ամբողջ Իսրայելը ինչ կլինի, կփրկվի, ինչպես գրված է, Սիոնից պիտի գա ազատագրիչը, եւ անաստվածությունը Հակոբից պիտի հեռացնի, եւ սա է իմ ուխտը նրանց հետ, երբ ես նրանց մեղքերը վերացնեմ, ինչու է սա տեղի ունենալու 29-րդ համար, որովհետեւ Աստծո պարգևներն ու կոչումները ինչ են, անդառնալի են,
Աստծո խոստումները չեն կարող չեղարկվել, չեն կարող։ Աստված վերջնական արդյունքում կփրկի իր Իսրայել ժողովրդին։ Այսպիսով ամեն բան վերադառնում է Աստծո խոստումներին, ամեն բան վերադառնում է Աստծո զորությանը, իսկ վերջնական արդյունքում ամեն բան վերադառնում է Աստծո փառքին, եւ ամեն բան ասելուց հետո գալիս է եզրահանգումը. «Օ Աստծո իմաստության եւ գիտության անուն հարստություն, ինչ անզննելի են նրա դատաստանները եւ անհայտնաբերելի նրա ճամփաները»։ Գիտեք ինչ է սա նշանակում։ Մեր կարողությունից վեր է դա ամբողջությամբ հասկանալ։ Որովհետև ով իմացավ Տիրոջ միտքը, կամ ով եղավ նրա խորհրդատուն, կամ ով նախապես նրան մի բան տվեց, որ փոխհատուցվի նրան, նա պարտավոր չէ քեզ որևէ բան բացատրել, որովհետև նրանից, նրանով եւ նրա համար է ամեն բան, իրեն փառք հավիտյան։ Ամեն։ Եվ թող բոլորն ասեն. ամեն, ամեն։